Հայաստանի տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքելով իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևերին միացված իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից, նշվում է հայտարարության մեջ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել առաքելական Սուրբ Եկեղեցու, կաթողիկոսի եւ ողջ հոգեվորական դասի նկատմամբ հարձակումները։ Դրանք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգեվոր եւ կրոնական զգացումները, այլ նաեւ վտանգում են հասարակական համերաշխությունը եւ կարող են հանգեցնել ծանր հետևանքների, վնասելով մեր ժողովրդի, պետության եւ պետականության անվտանգությանը, նշվում է հայտարարության մեջ։ Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանը, եղբայրը եւ եւս 2 անձ։ Քննչական կոմիտեից հաստատում են 4 անձի ձերբակալման մասին տեղեկությունը, անուններ չհայտնելով։ Թեհրանի դեմ ագրեսիան որևէ հիմք չունի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար կապված Մերձավոր Արևելքի ճգնաժամի սրման հետ։ Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է Ռուսաստանն այսօր պատմության եւ միջազգային իրավունքի ճիշտ կողմում է։ Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը պատճառաբանելով, որ չեն վստահում բողոքը մակագրված դատավոր Արմեն Դանիելյանին։ Իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում գործինյութերը փոխանցվում են եւ մակագրվում են դատավոր Արմեն Դանիելյանին։ Հաշվի առնելով, որ այդ դատավորի նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, նշել էր Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Ռոսիա 1-ի եթերում Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած մեկնաբանությունների ու որակումների առնչությամբ, պահանջելով դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Հիշեցնենք, Սոլովյովը վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայացքի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից Հայաստանի իշխանություններին եւ մասնավորապես վարչապետին անվանել էր սրիկա, ծախու եւ թուրքոլ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ որոշ ժամանակ առաջ Իրանից 4 ալիքով արձակվել է ընդհանուր առմամբ 6 կամ 7 հրթիռ, գրում է The Times of Israel-ը։ Իսրայելի էլեկտրաէներգիայի կորպորացիան էլ հայտնում է, որ երկրի հարավում գտնվող ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտի էլեկտրակայանի մոտ իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով տարածաշրջանի մի քանի քաղաքներում էլեկտրաէներգիայի խափանումներ են։ Միաժամանակ հաղորդվում է Իսրայելի կողմից Իրանին հասցվող հարվածների մասին։ Նշվում է, որ Թեհրանում պայթյուններ են տեղի ունեցել իրանական Կարմիր մահիկի գրասենյակի մոտ։ Իսրայելի բանակն էլ իր հերթին հայտնում է ռազմաօդային ուժերը հարվածների ալիք են սկսել Թեհրանում գտնվող իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ներկայումս աննախադեպ հարվածներ է հասցնում Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախներին, ասել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային կայանների վրա հարձակումները եւ հակամարտության ծանրությունը միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմի փլուզման վտանգ են ստեղծում։ Անհրաժեշտ է ապահովել անվտանգության երաշխիքներ, որպեսզի Իրանը կարողանա թույլ տալ ՄԱԳԱՏԵ-ի թիմերին մուտք գործել տարածքներ իրավիճակը գնահատելու համար, ասել էր նա։